Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը բժիշկ բոլորին դեմ եմ շարժման ներկայացուցիչ Հայկ Մանեսյանն է։ Բարև ձեզ, պարոն Մանեսյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մանեսյան, դուք բոլորին դեմ եմ շարժման մասնակից եք, ցուցակում 7-րդ համարն եք։ Ինչու որոշեցիք ընդգրկվել այդ շարժման կուսակցության մեջ։ Դա իմ անձնական որոշումը չի, այսինքն ոչ միայն իմ անձնական որոշումն է եղել, դա եղել է հիմնադիր ազատակարգ կուսակցության որոշումը։ Մենք քաղաքական շարժում էինք նախաձեռնել, քաղաքական կուսակցություն միավոր, որով ուզում էինք գնայինք ընտրությունների, բայց մի քանի պատճառներ հիմք հանդիսացան, որպեսզի միանանք բոլորին դեմ եմ շարժման։ Առաջին մեր ընկերներն էին բոլորին դեմ եմ շարժման նախաձեռնողները։ Այսինքն մենք վաղուց իրար ճանաչում ենք, բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, որոշակի տարաձայնություններ ունեինք իրենց այդ օրակարգի եւ ծրագրի հետ, այսպես ասած, բայց այնուամենայնիվ այդ տարաձայնությունները մի կողմ դրեցինք, միասին գնալու համար, իրար գլուխ հավաքվելու համար առաջինը։ Երկրորդ, մեր հնարավորությունները թե կադրային, թե ֆինանսական, թե համատեղելու եւ ընդհանուր այսպես գումարային ուժերով ուրեմն ավելի արդյունավետ գործելու համար եւ քանի որ ընտրություններին կային այնպիսի հսկաներ, ինչպիսիք դուք գիտեք դաշտում, որոնք կան ադմինիստրատիվ թևից եւ բիզնես թևից, ահա այս հսկաների հետ մտնել մրցապայքարի մեջ առանց համախմբվելու, ինձ թվում է այնքան էլ խելամիտ չէր լինի։ Եվ այսպիսով ողջամիտ գտանք այնուամենայնիվ համախմբվել եւ բոլորին դեմ եմ միացողներից թերևս առաջին միացողներն էինք, հետո բարեբախտաբար եղան էլի միացողներ, բայց չեղավ այնքան մեծ ծավալի, որ դա կարողանա ուժային հարաբերությունների մեջ այդ խոշոր ուժերի հետ հավասարակշռություն ապահովի, բայց եւ այնպես մենք մեր կարողացածի չափով, մենք մեր կարողությունների, հնարավորությունների չափով աշխատելու ենք ամեն ինչ անենք, որպեսզի ընտրությունները լինեն հօգուտ մեր նմանների, հօգուտ ՀՀ քաղաքացում, հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Պարոն Մանեսյան, ձեր կուսակցության անունը արդյոք մանիպուլյատիվ չէ։ Բոլորին դեմ եմ նկատի ունեք։ Այո։ Ես բոլորին դեմ եմ կուսակցական չեմ։ Իմ կուսակցությունը հիմնադիր ազատակարգ կուսակցությունն է, եթե այդպես խոսանք։ Բոլորին դեմ եմ շարժման, արդյոք մանիպուլյատիվ չէ։ Իհարկե որովհետև ընտրողը օրինակ եթե վերցնի թերթիկը եւ որոշի, որ բոլորին դեմ է, քվեարկի բոլորին դեմ եմ շարժման օգտին, ստացվում է նաեւ քվեարկի ձեր օգտին դեմ։ Քանի որ մենք բոլորին դեմ ենք, այդ թվում դեմ ենք ինքներս մեզ, այսպես ասած, մենք այնպես չի, որ բոլորին դեմ եմ ձայները համոզելով բերում ենք, որ վաղը տանենք տուն, մի քանի փուլանի սցենարներ են հնարավոր, պլան մինիմում եւ պլան մաքսիմում։ Պլան մաքսիմումը այնա, որ բոլորին դեմ եմ, ինչ որ դասավորվածքի հաշվին դառնում է իշխանություն, այդ դեպքում 100 օր հետո գնում ենք նոր ընտրությունների, որոշակի փոփոխություններ անունելուց հետո։ Եթե մենք չենք դառնում իշխանություն, բայց անցնում ենք պարլամենտ, ապա մանդատները դնում ենք եւ դուրս են գալիս, այսպիսով բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, թողնելով որպես զտարյուն բոլորին դեմ, ոչ թե ինչ որ մեկի, ինչ որ անձի կամ ինչ որ կազմակերպության։ Այստեղ այս երկրորդ տարբեր, առաջի տարբերակն էլ իհարկե սփոփում է ձեր, փարատում է ձեր կասկածները, բայց այս մյուս տարբերակը, որ եթե մենք ընդամենը 4-5-6%-ով ենք անցնում եւ իշխանություն չենք դառնում, ապա մանդատները դնում ենք եւ դուրս են գալիս։ Եվ այստեղ որևիցե ձևով մենք այդ մանդատներից չենք օգտվում։ Մենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը հասցնում ենք ընտրություններ, որի իմաստը ինչն է, հեսա կհասնենք իմաստը դրա խորը իմաստը, որն է գոնե ինձ համար, հա, դա քննարկենք դեռ հասցնում ենք ընտրություններ։ Ավելին, եթե կասկածներ կան մեր հեռուստադիտողների կողմից, ապա ես խոստանում եմ առաջիկայում ձեզ ապացուցել, որ մենք գնում ենք ոչ թե պաշտոնի աթոռի համար, այլ բոլորին դեմ եմ քվեաթերթիկը պարլամենտական ընտրություններում ուրեմն աշխատացնելու համար, որ այդ տեսակ մարդիկ, ովքեր բոլորին դեմ են, հնարավորություն ունեն քվեարկել իրենց ուզած բոլորին դեմ եմ, այսպես քվեի օգտին։ Պարոն Մանեսյան, բայց արդյոք լուրջ է հավակնել անցնել խորհրդարան եւ խոսել այդ խորհրդարանը շուտապույտ լուծարելու մասին։ Ամեն ինչն է լուրջ է, եթե անում ես լավ, լիարժեք ու դա թողնում է դրական հետևանքներ երկրի համար։ Ինչ կա անլուրջ։
Ասեք օրինակ ինչ կա անլուրջ։ Օրինակ 100 օրում ինչ որ բանը սահմանադրական օրենք փոխելը ենթադրենք լուրջ չի, Նիկոլենք մի գիշերում փոխեցին։ Մի գիշերում։ Ինչ կա դե անլուրջ 100 հատ այդպես փոփոխություն կարելի անել եթե այդպես մոբիլիզացված ինչպես ԿՊ-ն արեց դա վերջին փոփոխությունները հիշում եք չէ դաշինքների վրա անձնանուն չպիտի լինի դա սահմանադրական օրենքի փոփոխություններ մի գիշերում ինչ կա դե անլուրջ 100 օրը քիչ է ես միշտ այսպեսի օրինակ եմ բերում ԱՄՆ սահմանադրությունը գրվել է 30-33 օրում ԱՄՆ սահմանադրությունը 250 տարի աշխատում է ինչ կա անլուրջ Ստեղ այլ հարց է, այդ գլուխները, այդ կամքը, այդ ջանքը, այդ խարակցերը կա, որպեսզի դա այդ գործը արվի։ Թե չէ 100 օր անվերջ ժամկետ է։ Նման տեսակ մանր փոփոխությունների համար նույնիսկ կարելի ասել։ Եթե մարդիկ սահմանադրություն են գրել 33 օրում, ի՞նչն է բարդ, այդտեղ ասենք 100 օրում 3 օրենսդրական դրույթ փոխելը։ Ինչ թվում է անլուրջ է այն ժողովրդի ու այն էլիտաների գաղափարը պատկերացումը, որ դրանք տենց մեծ բաներ են, գիտեք, դա մեծ բան չկա, դա պետքա գործանողը լինի։ Եթե բոլորին դեմ եք, արդյոք դա չի նշանակում, որ օգնում եք ձայների փոշիացմանը։ Օրինակ, որոշ դեպքերում, ինչպես պնդում են մի շարք կուսակցություններ, մանիպուլացնելով հասարակությանը, այդ Դե մանիպուլացնելու հարցին ասեցիք, ասում եմ խոստանում եմ առաջիկայում կապացուցեմ, որ չենք մանիպուլացնում։ Երկրորդը մանիպուլացնելու տեղ էլ չկա այնտեղ, որովհետև մանդատները դնելու ենք դուրս գան կամ ամենաշատը լավագույն դեպքում, առավելագույն դեպքում 100 օրով իշխանություն ենք ուզում։ Դե ինչ կա մանիպուլացնելու։ Դրա մանիպուլացնելը, դա մանիպուլացնելը, բայց մնացածի ասածն ինչա որ 5 տարով գալիս են ազգը ազատագրեն, երկիրը փրկեն ու չգիտեմ էլ ինչեր, խաղաղություն բերեն եւ այլ։ Բայց եթե այդ 5 տարվա պլաններին բան նորմալ եք վերաբերում ես 100 օրվա ծրագրին, լավագույն դեպքում, ասում եմ, երբեմն դա կարա 100 օր չլինի, 100 ժամ լինի։ Դա կարա 100 ժամ լինի, նույնիսկ մանդատները դնենք դուրս գանք։ Ինչ մանիպուլացիոն բան կա, սա մեկ։ Երկրորդ ձայների փոշիացումը։ Ձայների փոշիացումը դա է, երբ որ ուժերը չեն հավաքում անհրաժեշտ քվեով ձայն, ասենք, մինիմում 50-ից մոտ 70,000 ձայն է պետք, որպեսզի մենք 4%-ը հաղթահարենք եւ անցնենք պարլամենտ։ 50,000-ից 70,000 ձայն։ Ահա եթե չհավաքվի այդքան ձայն, 49,000 ձայն հավաքվի, օրինակ, ասենք թե։ Ահա փոշիացնում ենք այդ 49,000 ձայնը, բայց ընտրություններին չեն մասնակցում։ Հիմա եկանք բոլորի դեմի այն ինձ համար ամենահիմնավորված կետին։ Ընտրություններին չեն մասնակցում 1,200,000 մարդուց ավել։ Այդ բոլորի ձայները գնում է առաջի, երկրորդ, երրորդ տեղը անցած ուժերին։ Հենց այնպես նրանք ուղակի չմասնակցելու հիմքով ձայները գնում են նրանց։ Ես մի օրինակ բերեմ, լսարանը միգուցե շատ հեշտ հասկացավ ինչ եմ ասում, բայց ինձ թվում է պարզաբանել է պետք։ Հիմա պատկերացրեք 10 հոգանոց դասարան է, դասարանի ավակ ենք ուզում ընտրել մեկին։ Այդ մեկն էլ իր ընկերների հետ, ասենք թե 5 հոգի են անում այդ դասարանում։ 10 հոգարանոց դասարանում իրանք 5 հոգի են, այսինքն ունեն 50% ձայների։ Այն մյուս 5 հոգին իրանք չեն հավանում, չեն ընտրում։ Հիմա եթե ընտրությունների օրը այն իրենց չհավանող 5 հոգին նստեն տանը, չգան ավակի ընտրության։ Ավակի ընտրություններին մասնակցելու են այս տեխնացուն եւ իր 4 ընկերները, չէ՞, այսինքն 5 հոգի։ Եվ արդյունքները որ հաշվենք, ստանալի որ 100% իրանք ձայն են տարել, չէ՞, որովհետեւ 5 մասնակից 5-ից 5-ն էլ ընտրել է այդ ինչ տեխնացունին։ Արդյունքում 100%-անոց քվե, չէ՞։ Ստացվում է 50%-անոց քվե ունեցող ուժը, եթե մասնակցությունից հրաժարվում են ընտրողների կեսը 50%-անոց ուժը 100% ձայն է հավաքում, 30%-անոց ուժը 60% ձայն է հավաքում, 25%-անոց ուժը 50% ձայն է հավաքում։ Այս վերջերս Օրբանի ընտրությունների հետ կապված որպես ջախջախից պարտություն կրեց։ Ինչու՞, որովհետև 80% մասնակցություն եղավ։ 79% մասնակցություն եղավ ընտրություններին։ Եթե ընտրություններին մասնակցեր 49-50%, ապա Օրբանը հաղթելու էր։ Այդ թվաբանությունը, այդ աստիճան գլխիվայր շուռ ա գալ, եւ որ մասնակցությունը մեծանում։ Հիմա ինչ ենք ասում մենք։ Մենք մեր համեստ ուժերի չափով ասում ենք եկեք տեսեք ինչ ենք անում, ժողովուրդ ջան։ Պետքա որ շատ մարդ մասնակցի։ Շատ մարդ մասնակիցները ասում են, բա ում ընտրենք։ Ասում ենք դե մեկին ընտրեք։ Ասում են չարյաս փոքրագույն չենք ուզում ընտրենք։ Ասում ենք լավ։
Այդ 19 տեխնացու կա, չէ՞, մեզնից բացի 18 տեխնացու կա։ 18 տեխնացուներից մի հոգի չեք գտնում, որին ուզում եք ձայն տալ։ Ասում են ոչ, մենք բոլորին դեմ ենք։ Ասում եք շատ լավ։ Եկեք քվեարկեք բոլորին դեմ եմ։ 70-80% մասնակցայնություն եղավ, իշխանափոխությունը սկուտերի վրա մատուցված է այլևս։ Սկուտերի վրա չեղավ այդ մասնակցայնությունը, իշխանությունը վերարտադրվելու է 60%-ով, հիշեք։ Եթե 50% մասնակցայնություն եղավ, Նիկոլ Փաշինյանը 60%-ի կարգի ձայնը հավաքելու քաղաքացիական պայմանագիրը։ Բայց ստեղ այն չի, որ ես ասում եմ, եկեք ուշադիր էլի քաղաքական, այսպես ասած, բարեվարկության դիրքերից, ես չեմ ասում մի բան անենք, վատ բան անենք քաղաքացիական պայմանագրին։ Ես ասում եմ, եկեք ճշմարտությունը ցույց տանք, այ մարդ։ Ճշմարտությունը հետևյալն է, Նիկոլ Փաշինյանը փետրվարի դրությամբ ուներ, եթե ընտրությունները լինեին հենց փետրվարին, ուներ 24%-անոց ռեյտինգ, 24%։ Ադմինիստրատիվ ռեսուրսով եւ այլով այս եվրոպացիները կգան, աստվածտագերիներին ազատ արձակեն գոնե որոշ մասին, աստվածտա։ Կդառնա 30% այդ համակրանքը։ 50% մասնակցության դեպքում դանելու է 60% ձայն, դուք պատկերացնում եք դա ինչ է, 60%։ Դա լինելու է, եթե դասարանի կեսը, ովքեր դեմ են այդ ավակի տեխնատության, այդ օրը դասի չգնան, այդ օրը ընտրություններին չգնան։ Այնպես որ բոլորին դեմ է մի մեծ անելիք, շատ մեծ, որ ոչ ոք մինչև հիմա դա չի արել։ Բոլորին դեմ քվեաթերթիկ եղել է մինչև 2005 թվականը։ Այնուհետև այդ բոլորին դեմ քվեաթերթիկը վերացել է։ Բայց չի եղել քաղաքական ուժ, որը քարոզի քվեարկել բոլորին դեմ է։ Հիմա այս դեպքում համ քվեաթերթիկը կա շուտով կհաստատեն, հա, եւ համարն էլ կասեն։ Համ քվեաթերթիկը կա, համ դուք կարող եք գնալ դրան ընտրել, որտեվ մենք քարոզում ենք դրա մասին։ Հիմա հարց, ես ձեզ որպես լրագրողի կամ որպես հանրության ներկայացուցիչ, ստեղ ի՞նչն է սխալ, ի՞նչն է վատ աշխատում, ի՞նչը հիմնավորված չի։ Օրինակ ընտրողը կարող է մտածի, որ եթե քվեարկում է բոլորին դեմ է մի օկտին, ինքը քվեարկում է նշված ցուցակներ անձանցից ոչ մեկի օկտին։ Ճիշտ է, բայց այդ մարդիկ վերջը մանդատը դնելու են, իշխանությունից էլ հրաժարվելու են, բայց իհարկե նա ստացվում է, որ այդ բոլորին դեմ եմ քվեաթերթիկի օկտին է քվեարկում։ Իսկ եթե մենք պահենք, եթե չդնենք, դա խաբեբայություն կլինի։ Եթե մենք Բայց ժողովուրդը այստեղ ինչքանով կարող է վստահ լինել։ Ժողովուրդը 5 տարով որ հիմա մանդատ է տալի, ինչքանով կարող վստահ լինի։ Այլ ուժերին ինքը 5 տարով է տալի։ Այլ ուժերը խոստանում են 5 տարում ազատագրել երկիրը, փրկել, անկախացնել, խաղաղություն բերել, չգիտեմ, լուսնից երկնքից լուսին ու աստղերի իջեցնել։ Այլ ուժերը շատ բան են։ Բայց նրանց ինչով եք վստահի մարդ։ Ու այդ ոնց եղավ, ասենք նրանք ավելի բարձր վստահություն են, քան թե մենք, եկեք բերեք ցույց տվեք որտեղ ենք ձեզ խափե, որտեղ ենք ձեզ գցե։ Ես բժիշկ եմ, գործնեություն եմ ծավալում։ Տասնյակ հազարավոր, 100,000-ից ավել պացիենտ եմ ունեցել, այդ 100,000-ից չեն հիշի, դա ամբողջ պրակտիկան է, էլի։ Վերջի մի քանի տասնյակ հազարը կհիշեն, չէ՞ դու մեկը գասի դու ինձ խափել ես։ Կամ լավ 100-ից քանի հոգի կգան, դիսկը դժգոհ են, չասեն խափել, դժգոհ են։ 100-ից կարող է մի 3 հոգի դժգոհի։ Որ ասի կամ 5 հոգի դժգոհ է, ես քեզնից դժգոհ եմ մնացել։ Բա ով ունի այս տեսակ պատասխանատու, այս տեսակ աշխատանք կենսագրություն, ով ունի։ Պարոն Մանասյան, իսկ այդ դեպքում նրանց հավատում եք, մեզ չեք հավատում, հա։ Հետ էլ հավատակ։ Իսկ այդ դեպքում ում եք կողմից մոդել եք առաջարկում դուք։ Ես ինքս Ինչով եք տարբերվում մյուս կուսակցություններից։ Ասացի, որ մենք այդ 1,200,000 մարդու ձայն, որ պիտի փոշիանա ինքստինքյան, մենք այդ 1,200,000 մարդու ձայնը ասում ենք եկեք մի փոշիացրեք։ Մենք ռիսկի տակ ենք դնում մի 50,000 ձայն, համաձայն եմ, դա ազնիվ լինենք։ 50,000 ձայն ռիսկի տակ ենք դնում, բայց մենք ընտրատեղամաս ենք հրավիրում եւ բոլորին դեմ ալտերնատիվ ենք տրամադրում 1,200,000 մարդու։ Դուք պատկերացնում եք, ոչ ոք դա չի առաջարկում։ Ու դա մենք անում ենք ըստ էության, չասեմ անձնուրացության գնով։ Այսինքն դու հրաժարվում ես, գիտեք ինչ, ես կարայի որևիցե մի քաղաքական ուժի հետ միանայի ու գնայինք падգամավոր 5 տարով լինեի ազգային ժողովի падգամավոր։ Դու ասում ես, չէ, ես անցնելու եմ պարլամենտում մանդատ եմ դնելու։
Դա պատկերացնում եք, հələ գնացեք հարցրեք հələ։ Ոչ ոք դրան չի համաձայնվել, բացի բոլորին դեմ եմ անձնակազմից։ Ավելին, բոլորին դեմ եմ անձնակազմի մեջ մատների վրա հաշված մարդիկ կան, ովքեր տարիների քաղաքական ճանապարհ են անցել։ Տարիների քաղաքացիական կամ քաղաքական ճանապարհը։ Մատների վրա, այս մի ձեռի մատների վրա հաշված մարդիկ։ Այսինքն այդ մարդիկ իրանց տասնամյակով իրանց քաղաքական, հանրային, հասարակական կարիերան, ակտիվությունը, էլի այս 26 թվականին ասում են պատրաստ ենք դա գրավ ենք դնում, մտնում ենք process-ի մեջ, գործընթացի մեջ։ Մեր ժողովրդին տարբերակ ենք առաջարկում, վերջում էլ մանդատը դնում ենք, էլի գնում ենք մենք մեր գործին։ Քանի հոգի Այտենց մեկը կա, որ հանրային 10-15 տարվա գործնեությունը իրա պատրաստ է հաջորդ ընտրությունը հաշվենք լինելու է եւս 5 տարուց։ Պատկերացնում եք ինչա։ Մարդ իր կյանքում կարա մասնակցի օպտիմալ հաշվը 12 ընտրության համապետական։ Եթե այս ձևով է, էլի, չնայած մենք հիմնադիրներով այլ ծրագիր ենք առաջարկում, բայց հիմա դրա մասին չենք խոսում, որովհետև հիմա խոսում ենք բուն այս առաջիկա մի քանի ամիսների մասին, հա, 3 ամիսների մասին ենք խոսում, 2-3 մնացել է ամիս 10 օր ու ընտրություններ են։ Ահա 12 ընտրության մասնակցելու հնարավորություն, ես արդեն 46 տարեկան եմ։ 18 տարեկանից եթե հաշվենք մոտավորապես դրանից քանիս արդեն մոտավորապես մի 6-7 արդեն անցնում է 7 դրան տակը մնացել է 5 ընտրություն լավագույն Աստված ինձ երկար տարիների կյանք կա տակը մնացել է մի 5 ընտրություն կեսից ավելն անցել է այդ հնարավորությունների ու դու այդքանով հանդերձ ասում ես եղավ կդնեմ ես մանդատս կդնեմ բայց ժողովուրդ տունը մի նստեք եկեք թող ճշմարտությունը արձանագրվի ով ինչքան ռեյտինգ ունի, առավելագույնս դրան մոտ թող երևա։ Մի նստեք տանը, եկեք։ Ավելին իսկ կասկածողներ կան, որ ես մանդատս չեմ դնի, ես անձամբ իմ համար եմ ասում, կարող եմ իմ ընկերների համար էլ այդ նույն բանն ասեմ։ Ես կապացուցեմ, որ դուք ճիշտ ընտրություն եք անում մեզ վստահելով։ Ես դա կապացուցեմ ոչ թե ձեր քվեարկելուց հետո, կապացուցեմ մինչև այդ, ու դուք կհամոզվեք։ Պարոն Մանասյան, իսկ որ ուժերի հետ եք պատրաստ համագործակցել։ Բոլորին դեմի մասին եք ասում։ Բոլորին դեմը համագործակցություն որպես այդպիսին չի պատկերացնում որևիցե մի ուժի հետ։ Բայց նաև չեք բացառել իշխանությունների։ Հիմա բացատրեմ ինչ նշանակում։ Բայց եթե մեկը կգա մեր վարչապետի տեխնացուին կընտրի, մենք չենք ասի քո ձայները զզվելի են տարենկոմ։ Հասկացաք, չմոտենաս մեզ։ Համագործակցություն երբ որ ասում ենք, ախր մեդիաներ սիրուն sense բանը վերադասավորում եւ մանիպուլացնում այդ հարցը։ Ոչ մի համագործակցության, պատրաստակամության հայտ չի հայտնվել այն տեսանկյունից, ոնց որ հասկանում են սովորաբար ժողովուրդը։ Ինչա նշանակում, եթե օրինակ 7%-ով անցել ենք պարլամենտ կամ 5%-ով անցել ենք պարլամենտ։ Այնտեղ առաջի 2 տեղը ենթադրենք։ Միանձնյա չեն կարողանում կառավարություն վարչապետ ընտրել, ապա բոլորին դեմը առաջարկում է երկուսին էլ, առաջարկում է հետևյալը. եկեք մեզ տվեք իշխանությունը 100 օրով, 100 օր հետո գնանք արդար ընտրությունների։ Եթե որևիցե մի ուժ այդ առաջարկին ընդառաջեց, համաձայնվեց, բայց մի դեպքում, որ իշխանությունը, կառավարությունը լինելու է մեզանից։ Եթե որևիցե ուժ համաձայնվեց, մենք չենք ասելու քո ձայները չենք ուզում, հակառակ ասենք շատ էլ ուզում ենք քո ձայները, քվեարկի մեր օգտին։ Քվեարկի մեր օգտին։ Ահա դա այդ համագործակցություն, որ անելն է, դրա մասին է։ Մենք որ մեր օգտին քվեարկենք, մենք դրանից շնորհակալ կլինենք։ Երբ որ դրա օրը գա, քվեարկեք մեր օգտին, մենք դրանից չենք հրաժարվում։ Պարլամենտում արդեն կուսակցություններին ենք ասում։ Իսկ դե չեն քվեարկի, օրինակ, կգնան երկրորդ փուլ կամ առաջին փուլով միանձնյա ինչ որ մեկը կձևավորի իշխանություն, բոլոր դեպքերում մենք մանդատները դնելու ենք դուրս գանք։ Այսինքն ուժեղ Հայաստան Ռոբերտ Քոչարյան իրենց հետ համագործակցություն ոչ մի դեպքում բացառված է։ Ավելին, եթե դուք տեսանյութերով նայեք, YouTube-ում կա էլի, հիմնադիր ազատակարգ կուսակցություն, երբ որ մենք ու ընդհանրապես բանակցությունները հիմնականում թափանցիկ տենց բաց է եղել։ Ուրեմն այդ տեսանյութում կա, երբ որ մենք նստում ենք, հանդիպում ենք, արդեն նախապես տրամադրություններ շոշափել ենք, դե ասում եմ ընկերներ ենք, քաղաքականում, բայց ունենք տարաձայնություններ։ Նստել ենք այդ հենց մեր սկիզբը խոսակցության ես այդ եմ ասել, ասենք եկեք առաջի հարցը պարզաբանենք։ Ես ինքս ներկայացնում եմ նախաձեռնող խմբին բոլորին դեմին։ Ոչ մի դեպքում մեր ձայնը, մեր քվեն արդեն պարլամենտ անցնելուց հետո որևիցե մեկին չենք տալի,
ասում են նախաձեռնող խումբը ասում է ոչ մի դեպքում հանուն հայրենիք փրկելու համար չենք տալու, ասում են մոլորակը փրկել հարցը լինի չենք տալիս եւ վերջ։ Այսինքն այս չլինի որ հետո ասեն գիտեք ինչ կա, այնտեղ ուղակի մի հատ պահ կար որ հանուն հայրենիքի Հայաստանի փրկության համար մենք դա արեցինք, չկա տենց պատճառ, որի համար մենք ձայն ենք տալիս։ Դա անձեռնմխելի է, ոչ մի դեպքում։ Ու այդ պայմանով հիմնադիրները միացել են բոլորին դեմին։ Հենց այդ պայմանով։ Դա առաջի եւ երևի թե միակ բանակցային այդ սեղանի շուրջ քննարկման ժամանակ միակ խոշոր պայմանն է եղել, որ մենք ոչ մեկի չենք տալու։ Իսկ որ մեզ են ձայն տալու, բա թոտան, բա տես բան ենք ուզում էլի։ Թոտան 100-օրով վերադասավորումներ անենք, օրենսդրական փոփոխություններ անենք, գնանք ավելի ներառական եւ ավելի արդար ընտրություններ։ Իսկ ուժեղ Հայաստանի շանսերը ինչպես կգնահատեն։ Իսկ դա երկրորդ տեղով է գնալու։ Այսինքն առաջի տեղով ես չգիտեմ քանի տոկոս, օրինակ ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը 30%, 45% թե 60%-ով է անցնելու պարլամենտ։ Դա չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ առաջի տեղով երևի թե կգնա քաղաքացիական պայմանագիրը, այլ ճիշտ Նիկոլ Փաշինյանը մնացած է նրա հետևից։ Երկրորդ տեղով, ինչ թվում է, միգուցե սխալվում եմ, կգնա Սամվել Կարապետյանը, մնացածը նրա հետևից, այ երրորդ տեղի համար արդեն չեմ կարող ասել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ մուտքը քաղաքականություն ինչպես։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանի մուտքը քննարկելը առանձին հարց է, բայց էլի մուտք տոկոսների հետ կապված Ռոբերտ Քոչարյանը ուրիշ բարիեր է ընտրել, 8%-անոց բարիեր է ընտրել։ Եկեք հիշենք, որ 21 թվականի ընտրություններում առաջի երկու տեղը անցան, երրորդ տեղին չբավարարեց 7% չձգեց, 6 քանի տոկոս էին հավաքել Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան, այսպես դաշինքը, իրենց դաշինքի համար անհրաժեշտ ձայներ չհավաքեցին։ Այսինքն իրենք դաշինք չլինեն, առանձին կուսակցություն լինեն, 5%-ով մտնում էին պարլամենտ։ Բայց քանի որ իրենք դաշինք էին կազմել, 7% էր դառը։ Հիմիկվա դրությամբ դաշինքներինը դառել է արդեն 8%, ավելի է շեմը բարձրացել։ Եվ ստացվում է ինչ։ Ռոբերտ Քոչարյանը այ որպես երրորդ տեղ, ես տենց եմ կարծում եմ, որ լավագույն դեպքում երրորդ տեղն է, լավագույն դեպքում։ Համենայնպես երրորդ տեղի ձայները դա կլինի Ռոբերտ Քոչարյանը, Թաթոյանը, բոլորին դեմը թե ով կլինի, Գուրգեն Սիմոնյանը, թե ում ասեմ, Բաբաջանյանը, Շիրինյան առանց Շիրինյանի, Շիրինյանը առանց Բաբաջանյանի, թե ով կլինի։ Դոկը կլինի երրորդ տեղը ինձ թվում է այդ 8%-ի շեմը հատելու խնդիր կարա ունենա։ Հիմնվում եմ 21 թվականի փորձի վրա։ Ահա դրա համար այդ բարձր շեմը սահմանել, շեմը հատելու բավականին խնդրահարույց է։ Ու եթե 7.5% ձայն հավաքեց օրինակ Քոչարյանը, կարան իրանք ամբողջությամբ չանցնեն, ամբողջությամբ։ Կարծիք կա, որ Հայաստան դաշինքը, ուժեղ Հայաստանն ու Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը ԲՀԿ-ն ուզում են այնպես անեն, միավորվեն եւ Ռոբերտ Քոչարյանին դարձնեն վարչապետ։ Ինձ թվում է դա շատ չարամիտ խեղաթյուրում է, կամ ով որ միամիտ է ասում քաղաքականություն չի հասկանում, տենց է ասում, բայց բացառված է Քոչարյանին նրանք առաջարկել։ Սա իմ պրոգնոզն է։ Բացառված, այո, նրանք միավորել, ովքեր են միավորվելու։ Իմ կարծիքով ովքեր են ունակ իրար հետ միավորվելու։ Իմ կարծիքն է, բոլորի դեպքում սա չի վերաբերում։ Ուրեմն դե Նիկոլ Փաշինյանի գիտեք, Արամ Սարգսյան, Շիրինյան Բաբաջանյանի հետ, Բաբաջանյան Շիրինյան, կամ առանց Շիրինյան առանց Բաբաջանի, Բաբաջանյան առանց այս թևը Նիկոլ Փաշինյանի միացող է նախ։ Կասկածում եմ, որ Գուրգեն Սիմոնյանն էլ է միացող։ Թեև ես իրան շատ հարգանքով ու լավ եմ վերաբերվում, բայց էլի հանուն ազգի փրկության համայն հայոց գնալու է Նիկոլ Փաշինյանի ձայնը, եթե քրիտիկական եղավ, եթե Իրանից կախված եղավ, իր ուժից կախված եղավ, էս իմացեք։ Հանուն անկախության, ռուսամետների դեմ պայքար, բան, այդ հալու են տենց մի բան կձևակերպեն։ Հիմա վերադառնանք թե ռուսական, ագամ ռուսամետ պայմանական ուժերը, ում հետ ով է ունակ միանալու։ Սամվել Կարապետյանը դե կգնա որպես իր թիմը, բայց ով կլինի վարչապետի տեխնացուն կախված է իրենք կանցնեն թե չէ։ Եթե իրանք ունակ լինեն անցնելու, այսինքն ձևավորեն 50+1, ինչ թվում է բերելու են Կարեն Կարապետյանին։ Իսկն բացառում եք, որ Սամվել Կարապետյանը կարող է։ Չեմ բացառում, բայց դա լուրջ չի էլի։ Հաշվի առնելով, որ հաջորդ նայ, ով վարչապետ եղավ, մի տարի չես կարա ձեռ տաս։ Ըստ օրենքի, ով վարչապետ եղավ, մի տարի մնալու է վարչապետ, չես կարա իմպիչմենտ անես։ Սենց է օրենք։ Հիմա Սամվել Կարապետյանը այս գլխից չունի սահմանադրական իրավունք։ Վերջը որ ընտրվեցին, միջև սահմանադրություն բան փոխելը, ենթադրենք, այդ ֆանտաստիկայի ժանրից է։ Միջև այդ փոփոխությունը Սամվել Կարապետյանը չի լինելու վարչապետ, չէ, լինելու է Պողոս Պողոսյանը։ Որը մի տարի հետիպես լինելու է Պողոս Պողոսյանը։ Ո՞վ է այդ Պողոս Պողոսյանը։ Լավագույն տեխնացուն այդ թևի վրա Կարեն Կարապետյանն է, որին
խնամքով, հոգատար ձևով պահում են որպեսզի չարատավորվի, բիծ չվերցնի, հիշում եք, չէ՞, քաղաքապետ նախկին եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասին ասում։ Նա թերևս ամենալեգիտիմը կլինի այդ շրջանակներում, բայց ում կընտրեն, չգիտեմ, Քոչարյանին կարծում եմ հաստատ չեն ընտրի։ Հիմա Քոչարյանը կմիանա իհարկե այդ ուժին։ Ծառուկյանը իհարկե կմիանա այդ ուժին։ Եթե իմանան անցնելու են, Թաթոյանն էլ կմիանա։ Եթե իմանա իր ձայներն ապակած։ Եթե իմանա իր ձայներն ապակած, Հայկոն էլ կմիանա Մարության այս ուժին։ Եթե իմանա իր ձայներն ապակած։ Էդմոն Մարուկյանը կմիանա, եթե իմանա իր ձայներն ապակած։ ՀԱԿ-ը, Հայ ազգային կոնգրեսը կմիանա, եթե իմանան իրենց ձայներն ապակած։ Ընդ ով կա որ չի միանա։ Ազգային բևեռը։ Ազգային բևեռը կմիանա, նրանք նույնիսկ ու բոլորը այս մի պայմանով են միանան։ Սկզբում փորձելու են չմիանան, որ չդիրքավորվեն ռուսամետ։ Բայց եթե հաշվարկեցին, եկան հասան, տեսան հենց իրանց ձեներն ապակասում, սա իմ կարծիքն է, ժողովուրդ ոչ ոք չեղանա։ Թույլ տվեք, ես սահմանադրական իրավունքը իմ ազատ քաղաքական հայացքներ դրսևորելու իրանցնեմ հենց այս տաղավարում։ Այո, բացի բոլորի դեմից։ Դե չեմ հիշում, ում եմ բաց թողել, եթե մեկին բաց են թողել կներեք, բացի բոլորին դեմից, իսկ կարծում եմ կամ Նիկոլին կամ Սամվել Կարապետյանին միանալու են։ Ավելին, Սամվել Կարապետյանին հնարավոր միացողները սեստեն են սպասում էին, որ Սամվել Կարապետյանը դաշինքով կգնա, իրանք էլ կմիանան։ Բայց Սամվել Կարապետյանը որոշեց ոչ մի դեպքում նախկին քաղաքական գործիչներ, օրինակ Էդմոն Մարուկյան, իմ կարծիքն է, թող չնեղանա Էդմոնը։ Էդմոն Մարուկյանին չվերցրեցին։ Քիչ չվերցրեցին, որպես հներին չեն վերցնում։ Էդգար Ղազարյանին վերցրեցին օրինակ։ Էդգար Ղազարյանը ինձ կողմից իրեն շատ հարգված, շատ ընդունելի, բարձր կարողությունների տեր։ Էդգար Ղազարյանին վերցրեցին, որտեղ նախկինում քաղաքականապես ապականված է, թե մարզպետեր եղել, դեսպան էր եղել, բայց ինքը վատ աչքով է նայվել այդ հանրապետականի իշխանության տարիներին, որովհետև ունեցել է գերազանցիկի արդարության պահանջ ներկայացրել գերազանցիկի պես այդ վայրենի համակարգում, որքանով որ ես գիտեմ, էլի։ Ու իրան ասեն, լսի, դու ստեղի բան չես, արի գնա դեսպան, հա, այսինքն այդ ձևի կադրերին վերցնում են, իհարկե, համախմբում են այդպիսի կադրերի շուրջ, բայց այնպիսի կադրեր, ինչպիսիք են նախկինում արդեն դեպուտատ աշխատած մարդիկ, աշխատեցին նրանցից ոչ մեկին չվերցնեն։ Եվ նրանք բոլորն էլ իհարկե հետագայում պարլամենտում համաձայն են միանալ Սամվել Կարապետյանի ուժին, բայց կարծում եմ Քոչարյանին չեն տա ձայները։ Ես այդպես եմ կարծում։ Պարոն Մանասյան, եթե անցնեք ու ձեր ձայնից կախված լինի, թե ով կլինի վարչապետ, ում կտրեք, Նիկոլ Փաշինյան, ում? Մանասյան Հայկ։ Իհարկե, ես մենակ ինձ կընտրեմ վարչապետ, ուրիշ ոչ մեկի։ Ոչ մեկի ես չեմ ընտրի։ Ինձ եթե տենց ոչ Նիկոլ Փաշինյան, ոչ Սամվել Կարապետյան, ոչ Ռոբերտ Քոչարյան։ Լավ, եկեք ավելի բարձաբանեմ, հա, բացատրեմ։ Ժողովուրդ Նիկոլ Փաշինյանը գիտեք ով է, տեսել եք։ Ռոբերտ Քոչարյանն էլ եք տեսել։ Ինձ թվում է բացատրել պետք չի, հա, մարդը որ մի թեթև Հայաստանի պատմությանը նորագույն ծանոթ է, ինձ թվում է պետք չի բացատրել, ինչու։ Սամվել Կարապետյանը պակասը չի քան Նիկոլ Փաշինյան եւ Ռոբերտ Քոչարյան իմ կարծիքով։ Ուղղակի նրա ձեռը այդ տեսա քաղաքական իշխանություն չի եղել։ Ավելի սարսափելի լինի, այսինքն միգուցե Նիկոլ Փաշինյանի, Սամվել Ռոբերտ Քոչարյանի թերությունները հավաքես իրար հետ, Սամվել Կարապետյան ստացվի։ Ես չեմ ուզում հանիրավի մեղադրեմ, հա, բայց այն ամեն ինչ ինչ ես լսել եմ, տեսել եմ իջև այս պահը, Ժորժ ջան, այդ դաշտում ես չգիտեմ մեկը, դուք էլ իրաց ֆինանսներից տեղյակ չեք, ես մի քիչ ավելի մոտիկից եմ տեղյակ ահագին բաների, բայց ասենք չեմ կարա էլի մարդկանց տենց ուղակի մեղադրեմ, մենակ ասեմ, արդար չկա, մեկն էլ չկա, դա աստվածաշնչյան խոսք է, արդար չկա, մեկն էլ չկա։ Ախր դուք չեք պատկերացնում ինչի են վերածվում դրանք։ Ես չգիտեմ, միգուցե ես բժիշկ եմ, նայեք, 20 տարի հա երևի արդեն բժշկության մեջ եմ ակտիվ, որպես արձինատորայից սկսած, հա, տենց հաշվեմ 19 տարի։ Չնայած դրանից առաջ էլ աշխատել եմ եւ այլն, էլի ուսանողական տարիներից սկսած։ Բժիշկը ունի իշխանություն մարդկանց կյանքերի վրա։ Միգուցե ես հիմա չեմ հիշում, միգուցե ինչ որ փուլում դա քեզ ինչ որ ձև ազդում է։ Դու իշխանություն ես մարդու կյանքի վրա, ճակատագրի վրա, օրգանիզմի վրա։ Դու տեսնում ես մարդկանց մերկությունը եւ նրանց ամենաինտիմ գաղտնիքները, ամենախորը թուլությունները, մի խոսքով։ Եվ սա ինչ որ բան է խղճում, քո մեջ ես ամեն ինչին վերաբերվել շատ հավասարակշռված, շատ հանգիստ։ Բայց ես ինչ եմ տեսնում։ Մարդիկ ովքեր, այսինքն կոպիտ ասած, մի քիչ այս
պրակտիկան չեն անցել, իշխանություն չեն ունեցել ոչ մի բանի վրա։ Իշխանություն չեն ունեցել։ Այդ իշխանությունը որ գալիս է, դա ահագին չգիտեմ, մեծ փորձունություն է դառնում մարդկանց հոգիների համար։ Իսկ նրանք, ովքեր ունեցել են իշխանությունը, դա համազգացել են, բայց չի եղել, ասենք, բժշկական էթիկայի պես մի բան, որ նրանց կանգնեցնի։ Չի եղել, չգիտեմ, հաճախ Հիպոկրատի երթուն են մատի փաթաթան արած, բայց այս դեպքում ասեմ, չի եղել այդ երթման պես մի բան, որ իրանց կասեցնի։ Օրինակ, ես Հիպոկրատի երթում չեմ տվել։ Ավելին, երբ որ իմ կյանքում ասել են դե արի երթվի, ես մի անգամ երթվել եմ մի հատ բան, ու այդ երթումս ամեն տեսակ երթումներից վեր է։ Դա իմ զինվորական երթումն է։ Երթվում եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս եւ հանուն նրա չխնայել կյանքս։ Էս իմ այդ երթումը։ Ես այս երթումը հիշում եմ։ Ես այս երթումով եմ բժիշկ աշխատում։ Ես հիվանդին որ բուժում եմ, այս երթումով եմ աշխատում։ Ոնց ասեմ, ինձ ուրիշ երթում պետք չի էլի, բայց ես գիտեմ, տենց ես իմ բազմաթիվ զինվորականների եւ բարձրաստիճան զինվորականներ, որտեղ այդ երթումը հաստատ տվել են էլի այ մարդ։ Մեր տղաների, մեր սերնդի եւ ոչ միայն մեր։ Երևի կեսից ավելին էս երթումը տվել է։ Մի հատ փող տվել է։ Մի հատ փողոց դուրս եկեք։ Երևում է այդ մարդիկ երթում են տվել իրանց կյանքում։ Նման երթում են տվել։ Չի երևում, չէ՞։ Առևտրի մեջ, գործի մեջ, ամենտեղ խափել, գցել, կպցնել չի։ Այդ երթումի տակ մարդիկ են այ մարդ։ Այ էլի գան բժշկի վարքագիծը քեզ սովորեցնում է ունենալ այդ իշխանությունը մարդկանց կյանքերի ճակատագրերի վրա, բայց դա քո երթումով, բարոյականությամբ, սկզբունքայնությամբ, էթիկայով կարողանաս միշտ предохранителի վրա պահես, օգտագործելուց էլ խիստ դոզավորված, դեղաչափի պես, հիշելով դրա կողմնակի ազդեցությունները։ Հիշելով որ դա ռեակցիայի մեջ կարա մտնի շատ ուրիշ բաների հետ, տենց էլի։ Իսկ հիմա դուք ձեզ որպես բժիշկ եք տեսնում, թե քաղաքական գործիչ։ Եվ մեկը եւ մյուսը։ Չեն խանգարում։ Բացարձակապես, ավելին ինձ շատ օգնում են։ Ես ուրախ եմ, որ ես ապաքաղաքական բժիշկ չեմ, որի համար մեկը տենց երկրում ինչա կատարվում, եւ ես ուրախ եմ, որ ես քաղաքականություն եմ մտել, արդեն կարելի ասել քաղաքական գործիչ եմ, ու ես շարունակում եմ ամեն օր մարդկանց անձնական խնդիրներով օրը մի քանի անգամ հատուկ զբաղվել, մտածել, մտորել, գցել բռնել, ու այդ բժշկական ասեցի, այդ բժշկության շունչը իր էթիկայով, իր սկզբունքներով ինձ քաղաքականության մեջ շատ սթափ է պահում, ինձ տենց է թվում։ Միգուցե դուք կողքից ուրիշ բան տեսնեք, դեմ չեմ, դուք ձեր կարծիք տնեցեք, բայց ինձ դա շատ սթափ է պահում։ Ու ես դրանք իրարից չեմ բաժանելու։ Ես այսուհետ շարունակելու եմ ամենազբաղված ժամանակս, դե հիմա ասեցինք մանդատները դնելու ենք դուրս գանք, բայց դա չի նշանակում շարունակելու ենք, ասենք հաջորդ ընտրություններ, հանրակրվե ասպասում եւ այլ։ Քաղաքական process-ները գործունեությունը շարունակելու ենք։ Հիմա նայեք որն է զբաղված ժամանակ էլ գոնե շաբաթը 2 օր ես հիվանդ եմ։ Հիվանդի հետ աշխատելու եմ, գոնը, այդ շաբաթը 2 օր։ Հիմա արդեն ունեմ այսպես գործի հետ կապված, միայնակ չեմ աշխատում, լավ այդպես ասեմ, եւ ժամանակի ընթացքում երևի էլ ավելի գոլեգաների հետ համատեղելով, բայց առնվազն 2 անգամ, 2 օր ես մնալու եմ բժշկության մեջ, ինչ գործով էլ զբաղվեմ, ինչով էլ զբաղված լինեմ։ Շնորհակալ եմ շատ, պարոն։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր բժիշկ բոլորին դեմ եմ շարժման ներկայացուցիչ Հայկ Մանեսյանը։